Կաթողիկասյան ազգությունը Պարոն Վարդապետ, կներեք, շարունակելով թեման, որ ասում եք թույլ չեք տալու, դուք նկատի ունեք ոնց այդ ժողովը դրսում անցկացնելու այդ սցենարն եք արգելելու, թե ինչ նկատի ունեք դուք հստակ։ Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս բերել։ Ծրագրի մասին եք դուք խոսում, Ասենք խոսում ենք դրա մասին, որ կաթողիկոսությունը, ասենք տեղափոխվի Վիեննա, Մոսկվա, չգիտեմ, Սան Ստեֆանո, Բերլին եւ այլն եւ այլն։ Այո, կան այդպիսի տեղեկություններ եւ փորձ արվում իրագործել։ Այդ պլանը չի իրագործվելու այդ պլանը։ Այդ թվում այն անձանց հետ, որոնք երեք այդ նամակն են։ Այո։ Այո։ Համեն դեպս նրանցից ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են։ Ես զգուշացրել եմ, որ չխոսեն եւ չգործեն այդ ուղղությամբ, զգուշացումները չեն լսել զգուշացումները, ուրեմն կզգան զգուշացումները։ Այսինքն դուք նաեւ առանձին Լրացուցիչ մեկնաբանություն չունի։ Պարոն Վարդապետ, ես ուզում եմ դուք անդրադառնաք երկաթուղու թեմային, դուք ձեր վերջին հարցազրույցում Հանրային հեռուստաընկերության խոսեցիք երկաթուղու գործարկման մասին, հենց այն հատվածների, որոնց մասին արդեն բարձրաձայնել եք եւ ասացիք, որ երաս Աֆրիկայի այդ հատվածը փորձ է արվում այն փաստի բերումով, որ դա գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, փորձ է արվում դա ոնց որ մրցակցային առավելությունը դրա նվազեցնել կարս էկվիլիբրի ֆոնին եւ ասացիք, որ այդ հարցը պետք է լուծվի։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը հնարավոր է հրաժարվի այն առաջարկից, որ դուք հնչեցրել եք, որ այդ հատվածները վերանորոգի Ռուսաստանը, դուք այդպիսի առաջարկ հնչեցրել եք, հնարավոր է այս առաջարկից հրաժարվեք այս փաստի բերումով, որ ընկնում է այդ մրցակցային առավելությունը, եթե ոչ, ապա կխնդրեմ պարզաբանեք ինչ նկատի ունեք լուծում ասելով, ինչ Չէ, մեկը մյուսի հետ եկեք չկապենք, որովհետև երասխի հատվածը, ախորիկ հատվածը վերականգնել այդ sense տենենց պետք է արվի, բայց ես ուրիշ բան եմ ասում, տրիպի շրջանակներում հիմա կան բնականաբար ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ որ մտնում է Նախճեվանից հետո չմտնի Հայաստան եւ շրջանցի Հայաստանը։ Բնականաբար մեր միջազգային գործընկերներն ասում են ոնց շրջանցի Հայաստանը մեր գործընկերն է, Հայաստանը այս ծրագրի մասա եւ այլն, եւ այդտեղ նրանք ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, նրանք ինչ են ասում են դե տեսեք Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար եւ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է եւ Ռուսաստանը մեր տպավորությամբ եւ համոզմամբ որևէ ձևով չի ցանկանում եւ գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ եւ բնականաբար սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ խոսել, որ եւ ես գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին, բայց խնդիրն այն է, որ մի շարք երկրներում, արևմուտքում, արևելքում, հարավում, երբեմն հյուսիսներում ավելի ծանրակշիռ են դառնում այն կարծիքը, որ Նախճեվանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Հիմա ես ասում եմ, որ եւ պիտի այս տեղեկատվությունը մենք թափանցիկ կիսենք նաեւ Ռուսաստանի գործընկերների հետ, որ մենք փաստորեն կարա եւ ձևավորվում է, սա բյուրեղանում է, ես զգում եմ, որ դա բյուրեղանում է, մենք չենք կարողանում, ինչքան էլ խոսում ենք, ինչքան էլ ակտիվ պարզաբանում ենք, մենք տեսնում ենք, որ սա բյուրեղանում է եւ կողմնակիցները, որ այո, ուրեմն պետք է Հայաստանը շրջանցել, նկատի ունեմ Նախճեվանից հետո մեծանում են։ Այո, մեծանում են։ Եվ մենք հիմա սենց իրավիճակի առաջ ենք հայտնվում եւ ես կարծում եմ, որ մենք այս իրավիճակը
Ես էլ եմ ասում, մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ է երբևէ կունենանք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Որ երկիր օրինակ։ Չգիտեմ, հա? Դե Ես կարծում եմ, որ տենց պետքա նայել։ Չգիտեմ, օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա իմ մտքով չանցավ, բայց ասենք երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Ես գոնե 3 երկրներ գիտեմ, որոնք շատ բարձր մակարդակի լավ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Բայց կներեք հետագա ես հետագա ժամանակը եւ Ադրբեջանն են այդ ընկալումը ձևավորել։ Դուք ասացիք կան ուժեր։ Չէ, չեմ կարող ասել, որ կան այդ թվում ներդրումային հետաքրքրություն ունեցողներ, որոնք մտածում են, որ որտե արժե փող դնել։ Հա, եկեք մի պահ մոռանանք, որոնք նայում են, ասում են, մենք ունենք, ենթադրենք X թվով այդ 5, 3, 4, 2, 1 միլիարդ 500 միլիոն։ Հիմա ուզում ենք մասնակցենք, ստեղ դնենք այս փողը, թե ստեղ դնենք այս փողը։ Ես զգում եմ, որ փաստարկը վել իրանք, եկեք հələ այդ կողքի ուժերի բան անենք, կշռում են եւ մտածում են, որ գուցե իրոք չարժի ստեղ դնել։ Սա մեծ համար պրոբլեմ է։ Ստեղ պրոբլեմն ուրիշ տեղ է, որ մենք նույնիսկ եթե ասենք Ռուսաստանը հիմա բերի այդ գումարը դնի, կարող է դա իրավիճակը չփոխի, որովհետեւ ընդհանուր կոնյունկտուրայի պատճառով կարող է մեկը ասեն, չէ, մենք այդ ճանապարհից չենք օգտվում, այլ օգտվում ենք, գնում ենք ուրիշ ճանապարհ ենք սարքում։ Էս է խնդիրը։ Ասենք ընդհանուր առմամբ պայմանագրի հարցն է։ Ընդհանուր առմամբ ես ասացի կառավարման իրավունքը գնելու տարբերակը կարա լինի այդ լուծում։ Ոչ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար